Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Եվ այսպես Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը Երևանում է եւ արդեն տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիսը եւ ստորագրությունը կարևորագույն միջուկային փաստաթղթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից եւ արվեց մի շարք նաեւ հայտարարություններ, ես իհարկե ինչպես համոզված եմ դուք նաեւ շատերը ձեզանից առնվազն դիտում էինք այդ ելույթը եւ այդ գնահատականները ուղիղ եթերում եւ ես համարեցի կարեւոր նաեւ որ միանգամից անմիջապես միջև արարողական մնացած միջոցառումները այսօր տեղի ունենա, գուցե մենք վաղը նոր արդեն էլի տեղեկատվություն ունենանք տարբեր հարցերի շուրջ, բայց առնվազն ինչ հայտարարությունները որ հիմա արվեցին, սա է հիմնավոր ամենակարևոր մասը այս այցի եւ շատ կարեւոր իհարկե պատմական հայտարարություն են արվել, որոնք համոզված են, որ մենք երկար ժամանակ ձեր հետ միասին կվերլուծենք, բայց հիմա ես կփորձեմ կարճ իհարկե ձեզ տեղյակ պահեմ, թե ինչի մասին է խոսքը գնում առհասարակ եւ ինչու այս հանդիպումը առհասարակ տեղի ունեցավ, որովհետեւ Միացյալ Նահանգները հստակ ուղերձ ուղարկեցին տարածաշրջանին, այցելելով առաջինը Երևանը եւ հետո Բաքուն նաեւ, բայց առաջինը Երևանը, որ Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում ամենակարևոր դաշնակիցը Հայաստանն է, սա ձևավորվում է եւ Ջեյ Վենսի հայտարարությունները, որ ուշադիր լսենք, ինքը ասաց, որ սա հնարավոր է դարձել հենց Հայաստանի այսօրվա իշխանությունների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության եւ քայլերի հետևանքով այն վստահության, որը ձևավորվել է Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ։ Ես երկար ժամանակ խոսում էի դրա մասին եւ դուք գիտեք, որ այո, Միացյալ Նահանգները աջակցում են այսօրվա իշխանության շատ եւ շատ քայլերի եւ քաղաքականությանը, որը միտված է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական այսպիսի հարաբերություններ ձևավորելուն եւ դա կարեւոր հիմք է, բայց ել ավելի կարեւոր է թե գործնային առումով հարգելի այրենիքներ մենք ինչ ենք ստանում այստեղից, այսինքն կոնկրետ ինչ փոփոխություններ են ներառում հիմա եւ ինչպիսի գործնային փուլ է մտնում, շատ կարեւոր։ Հիմա մանրամասն կխոսենք, որովհետեւ համոզված եմ շատերը ուշադիր կարող չհասցրեցին ուղղակի հասկանալ եւ ընկալել թե ինչ է ասվել, բայց սա իրոք շատ կարեւոր եւ պատմական հնարավորություններ է բացում մեր համար։ Հիշեցնեմ ձեզ ուղղակի, որ անպայման լայք եք այս վերլուծությունը, որ շատ մեր հայրենակից տեսնի, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ դրեք զանգակը, սա կարեւոր է, ինչպես նաեւ տարածեք, կիսվեք այս վերլուծությունով, որ ինչքան կարելի է շատ մեր հայրենակից իմանա այս հնարավորությունների մասին։ Առաջինը ասեմ, որ տեղյակ դարձավ մեր համար բոլորի, որ փետրվարի 19-ին, երբ Վաշինգտոնում տեղի կունենա խաղաղության այդ խորհրդի ձևավորված նոր կառույցի, որը Թրամփը ստեղծել է, առաջին նիստը Նիկոլ Փաշինյանը հրավիրված է, այսինքն 10 օր անց Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Վաշինգտոն եւ այդտեղ մասնակցելու է այդ միջոցառումում։ Դա հիանալի լուր է, որովհետեւ նորից հնարավորություն կունենա հանդիպել Ջեյ Վենսին, հանդիպել իհարկե նախագահ Դոնալդ Թրամփին եւ առհասարակ իր գործընկերներին նաեւ Միացյալ Նահանգներում։ Բացի դրանից, հենց միջոցառումը արարողությունը վերաբերվում էր միջուկային ուղղությամբ փաստաթղթի ստորագրմանը։ Կողմերը, ինչպես մենք օրերս ձեր հետ միասին քննարկեցինք ատոմակայանի հարցը, նախորոք, որովհետեւ նախապատրաստեցի հիմք կարելի ասել, որ հասկանալի լինի, ով չի տեսել, կոչ եմ անում ձեզ անպայման նայեք եւ այստեղ կլինի դրա հղումը, որ պատկերացնեք թե ինչու մասին է խոսքը գնում եւ ինչի այս հարց թե ինչ կարեւորություն ունի այս հարցը եւ ընդհանուր առումով ինչ է իրանից ներկայացնում այս միջուկային ծրագիրը, խաղաղ ծրագիրը եւ նաեւ ատոմակայանի մոդուլային տարբերակը մանրամասն այդտեղ դա քննարկել եւ վերլուծել ենք ձեր հետ միասին։ Պետք է ասել, որ փաստաթուղթը ստորագրված է, այսինքն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները վերջնական համաձայնեցրել են այս համագործակցությունը արդեն միջուկային խաղաղ ուղղությամբ, այսինքն հարցը լուծված է, ամեն ինչ պատրաստ է եւ դրանից հետո արվեց նաեւ հայտարարություն փոխնախագահ Ջեյ Վենսի կողմից, որ Միացյալ Նահանգները ինչքան կարելի ավելի շուտ կավարտեն 1-2-3 բանաձևի այդ օգտագործումը, կիրառումը, որը անհրաժեշտ է նրա համար, որ կոնգրեսի կողմից հաստատվի
այդ պետության, այս դեպքում Հայաստանի հետ միջուկային համագործակցությունը, որը կբացի հնարավորություն, որ Հայաստանի ուղղությամբ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ տեղի ունենա խաղաղ միջուկային ծրագրով, 4 միլիարդ հավելյալ ծախսեր, երկարաժամկետ ընդհանուր գործընթացով, այդ թվում միջուկային վառելիքի մատակարարումների ուղղությունով, այսինքն միայն միջուկային ծրագիրը խոսք է գնում մոտավորապես 9 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին երկարատև այդ ծրագրի ներքո։ Բացի դրանից կողմերը քննարկել են տրիպը, հաստատել են տրիպը եւ խոսել են տրիպի կարեւորության մասին, դա հասկանալի է, բայց դրան ավելանում է եւս մեկ կարեւոր բաղադրիչ։ Տրիպում ներգրաված են լինելու Միացյալ Նահանգների տարբեր եւ տարբեր գործընկերություններ եւ տարբեր ուրեմն Միացյալ Նահանգների կառույցներ եւ դա ավելի է աճեցնում տրիպի քաշը եւ կարեւորությունը։ Այն փաստը իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը նշեց ապաշրջափակման կարեւորությունը եւ Թուրքիայի հետ սահմանի բացումը, Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը, իհարկե համոզված եմ, որ սա արվել է, որովհետև սա օրակարգային հարց է, այսինքն Միացյալ Նահանգները եւ Հայաստանը քննարկում են ինչքան կարելի ավելի շուտ թուրքական սահմանը բացելու հարցը եւ դա շատ կարեւոր մաս է ընդհանուր գործընթացի եւ ուղիղ պետք է ասել, որ փաստացի Հայաստանը ակնկալում է Միացյալ Նահանգների աջակցությունը Գյումրի-Կարս երկաթուղու բացման գործում եւ Թուրքիայի սահմանի բացման գործում։ Զուգահեռ դրա հետաքրքիր է, որ Հայաստան գալու են ամերիկյան գործընկերությունները, տարբեր, այդ թվում ոչ միայն Nvidia-ն, այլ ուրիշ գործընկերությունները եւ այստեղ հիմնելու են պատմական հնարավորություններ, որովհետեւ տեսեք ինչ է այստեղ եւ շատ կարեւոր, հիմա ուշադիր եղեք, որովհետեւ շատ ամենակարևոր մասն եմ ասում, որը կարծում եմ շատերը չնկատեցին։ Ինքը ասեց, որ թույլտվություններ են տվել արտահանման տեխնոլոգիաների, որը ապահովելու է բարգավաճում հայ ժողովրդի եւ այդ չիպերը, որոնք արտահանվելու են շատ պետություններում եւ կարելի ասել ոչ մի ուրիշ պետությունում գոյություն չունի եւ Հայաստանը ուշադրություն կկարողանա ստեղծել եւ հետո օգտագործել այդ չիպերը։ Այսինքն, ինչքանով հասկանում եմ ելույթից եւ մենք համոզված եմ, որ ապագայում ավելի շատ տեղեկատվություն կունենանք, ես միայն ելույթով եմ այս եզրափակությունը անում, բայց պետք է այստեղ ասել, որ երբ ինքը ասեց developed, այսինքն զարգացնել այս չիպերը եւ հետո using, այսինքն օգտագործել այս չիպերը, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տարածքում չիպերի արտադրության գործընթաց պետք է սկսվի եւ հետո չիպերի նաեւ կիրառման գործընթաց պետք է սկսվի, այն չիպերի, որը ուրիշ տեղերում չկա։ Հարգելի ակնկիցներ, մենք Թայվանի եւ Իսրայելի կարգավիճակին ենք մոտենալու այս քայլով։ Այսինքն մենք արտադրելու ենք չիպեր ամերիկյան տեխնոլոգիաներով, մենք օգտագործելու ենք չիպեր ամերիկյան տեխնոլոգիաներով եւ մենք ունենալու ենք միջուկային ատոմակայան ուղղակի եւ որը ունենալու է ամերիկյան մոդուլային կարգավիճակ, տեխնոլոգիաներ եւ Միացյալ Նահանգները սպասարկելու են նաեւ մեզ ամեն ինչով, ինչ անհրաժեշտ է այդ ուղղությամբ, այսինքն մենք արդեն մի տնտեսական շղթա ենք ձևավորում, չիպերի արտադրություն, չիպերի օգտագործում եւ այդ չիպերի արտադրության եւ օգտագործման համար հոսանք։ Եվ դա պատմական է, որովհետև Միացյալ Նահանգները եւ այստեղ ասում է կոնկրետ J.D. Vance-ը, որ մեր պետությունը շատ հազվադեպ է որոշում կայացնում իր տեխնոլոգիաներով կիսվել ուրիշ պետությունների հետ։ Հայաստանի դեպքում մենք համոզված ենք սրանում, որովհետև այն ուղին եւ այն քաղաքականությունը, որը Հայաստանը վարում է, ձեր վարչապետի ուրեմն ղեկավարության ժամանակահատվածում, ղեկավարությամբ առաջնորդությամբ, այսինքն հստակորեն Միացյալ Նահանգները այստեղ ընդգծում են, որ այսօրվա իշխանությունների վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ քաղաքացիական պայմանագրի քաղաքականության արդյունք է վստահությունը, որը ձևավորվել է ուրեմն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի իշխանությունների հանդեպ, որը բերում է նրան, որ Միացյալ Նահանգները որոշում է կայացրել փոխանցել մեզ այդ տեխնոլոգիաները, որ մենք արտադրենք, օգտագործենք, կիրառենք եւ այդ ամեն ինչով Հայաստանը դարձնենք շատ հզոր, բայց միայն տնտեսության բաղադրիչը չէ։ Տեսեք, թրիփով մենք ստանում ենք լոգիստիկ կապեր, տնտեսության զարգացում եւ այլն, էներգետիկայի ոլորտում ստանում ենք նոր ատոմակայան,
տեխնոլոգիաների ոլորտում ստանում եք չիպերի արտադրություն, չիպերի կիրառում, Միացյալ Նահանգների հսկայական ներդրումներ արհեստական բանականության կենտրոններում, բայց նաև ամենակարևոր մասը, որը մենք անպայման պետք է նշենք, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է խաղաղությունը ուժի ճանապարհով եւ ամենալավ տարբերակն է, ասում, սա Ջեյ Դի Վենսի խոսքերն են, Ջեյ Դի Վենսը ասում է ամենալավ տարբերակն է, որ խաղաղություն լինի, դա ունենալ ամենալավ ռազմական հնարավորությունները եւ մենք, ասում է Միացյալ Նահանգները, ունենք այդ հնարավորությունները եւ առաջի անգամ, սա իր բառացի խոսքերն են, մենք ուրեմն խոշոր ռազմական պայմանագիր ենք կնքել Հայաստանի հետ 11 միլիոն ԱՄՆ դոլարի, որ Հայաստանին վաճառենք ուրեմն ԱԹՍ-ներ հետախուզական, որոնք եւ այդ ԱԹՍ-ները VBAT տարբերակի ԱԹՍ-ներն են, որոնք շատ զարգացած են Միացյալ Նահանգների սահմանի համար հարմարն են, որովհետև իրանց թռիչքի համար իրանց պետք չի որևէ վայր, որ իրանք թռիչք ապահովեն, այդ թռիչքը ապահովել կարելի է միանգամից ուրեմն ամեն տեղից որտեղ որ կգտնվեն այսպիսի միանգամից թռիչքով եւ այս ԱԹՍ-ները իհարկե պատմական հնարավորություն են իրանից ներկայացնում եւ այս ԱԹՍ-ների շնորհիվ մենք փաստացի կարողանալու ենք ապահովել նաեւ սահմանի վրա ուրեմն ապահովել անվտանգությունը եւ դրա շնորհիվ փաստացի հնարավորություն կձեռք բերվի, որ եւ Ջեյ Դի Վենսը դրա մասին ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա խաղաղությունը ապահովել նրա համար, որ այս ամեն ծրագիրը ապահովի եւ այս ԱԹՍ-ները VBAT տարբերակը, որը ուղղահայաց է ուրեմն թռնում եւ դրա շնորհիվ կարող ես կիրառել ամենտեղ, այդ թվում ամենաբարդ իրավիճակում սարերում, սահմանին, իսկ մեր սահմանները սարերում են, հնարավորություն կտան, որ ընդհանուր առումով վերահսկողություն լինի Հայաստանի սահմաններին եւ ապահովի այն, որ մենք ունենալու ենք խաղաղություն, այսինքն Միացյալ Նահանգները կասկածի տակ է դնում այն միայն Իլհամ Ալիևի խոսքերը եւ ասում է, որ ոչ, ռազմական տեխնոլոգիաներն են եւ ուժն է փաստ, որ կլինի խաղաղություն եւ իրանք Հայաստանին առաջի այդ խոշոր պայմանագիրն են կնքել 11 միլիոնի։ Սա բացում է հնարավորություն, հարգելի հայրենակիցներ, որ մենք խորացնենք ռազմական համագործակցությունը։ Կողմերը իհարկե նշեցին, որ ռազմական համագործակցությունը տարի առ տարի զարգանում է, փոխվստահությունը ռազմական ոլորտում աճում է, բայց զուգահեռ դրան նշեցին Eagle Partner այդ կարևոր զորավարժությունները, որը 3 տարի է արդեն տեղի է ունենում եւ դրանով փոխվստահության այդ մթնոլորտը, որը ձևավորված է ռազմական ուղղությամբ։ Եվ սա բերում է նրան, որ փաստացի Միացյալ Նահանգները ասում են մենք թրիփը այստեղ կապահովենք, որ չլինի որևէ միջանց, կլինի ծրագիր, որտեղ որ Միացյալ Նահանգները ներգրաված կլինեն եւ բազում միլիարդավոր ներդրումներ այդտեղ թրիփի ուղղությամբ կլինեն, նույն տրամաբանությամբ կլինի ուրեմն Հայաստանի թրիփի այդ հիմնադրամի միջոցով կլինի առաջերտին 5 միլիարդ դոլարի ներդրում, հետո նաև 4 միլիարդ ուրեմն դոլարի ներդրում, ընդհանուր առումով Հայաստան սպասվում է 9 միլիարդ դոլարի ներդրում թրիփի ծրագրով, որը նաև կարա ինչ-որ առումով ներառի այդ ատոմակայանի հարցը, որը էլի 9 միլիարդի հարց է, 5 միլիարդ միանգամից 4 միլիարդ ընդհանուր առումով, այսինքն մենք ունենք 9 միլիարդ այստեղ թրիփի ուղղությունով եւ 9 միլիարդ ատոմակայանի ուղղությունով, հարգելի այրենիքներ, 18 միլիարդ դոլար մոտավորապես հսկայական ներդրումներ, իդեմս ասեմ, որ թրիփի այդ հիմնադրամը կարող է օգնել փակել այդ ծախսերը, որը վերաբերվելու է ատոմակայանի կառուցմանը եւ օգտագործմանը, բայց ընդհանուր առումով ձևավորվելու է էներգետիկ անվտանգություն, տեխնոլոգիական անվտանգություն, բարձր տեխնոլոգիական արտադրություն, ՀՆԱ-ի աճ, աշխատատեղերի աճ, ռազմական հնարավորություններ, սահմանապահ ծառայությունների զարգացում, ԱԹՍ-ների առաջի պայմանագիր եւ եւս ավելի առաջատար ԱԹՍ-ներ կկարողանանք ապագայում գնել եւ զարգացնել մեր հնարավորությունները։ Բացի դրանից Գյումրի-Կարս երկաթուղին բացելով փաստացի ապաշրջափակումը անցնելու է գործնական փուլ թրիփի ծրագիրը զարգանալով եւ միջուկային ծրագիրը ստորագրելով փաստացի մենք ակնկալում ենք մոտակա ժամանակահատվածում, որ Միացյալ Նահանգները արդեն կհաստատեն Հայաստանի հետ
խաղաղ միջուկային ծրագրի ուղղությամբ ակտիվ համագործակցությունը։ Այս ամեն ինչը պատմական է, հարգելի հայրենակիցներ, այս ամեն ինչը հսկայական է, այս ամեն ինչը հայ ժողովրդին հիմք է տալիս, թե ինչ է ընտրվելու։ Այո, ապագան դառել է իրականություն եւ սա պետք է դառնա հիմք նրա, որ մենք պետք է բոլորս աջակցենք այս օրակարգը գալիք ընտրություններում, հարգելի հայրենակիցներ։ Այո, Միացյալ Նահանգները ցույց են տալի, թե ինչ հնարավորություններ կա։ Այս ամեն ինչը իրականություն կլինի, եթե Հայաստանի իշխանությունում լինի այս իրավիճակում կոնկրետ ուրեմն հայամետ արևմտամետ ուժերը, ներառյալ քաղաքացիական պայմանագիրը, բայց նաև ուրիշ ուժերը եւ այդպիսի օրինակներ կան, հանուն հանրապետության, հանրապետություն կուսակցությունը եւ ուրիշ, ես չեմ ուզում ֆիքսվել ոչ կուսակցությունների վրա, ոչ էլ անձերի վրա, որովհետեւ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները ոչ կուսակցությունների վրա հիմնված, ոչ էլ անձերի վրա պետք է հիմնված լինի, այլ պետք է հիմնված լինի հայ եւ ամերիկյան ազգերի եւ պետությունների միջև երկարատև պատմական այս հարաբերությունների վրա եւ համոզված եմ, որ ճիշտ ընտրությունով մենք ի վերջո բերելու ենք նրան, որ ուրեմն անշրջելի կդարձնենք հայ-ամերիկյան ռազմավարական դաշինքը։ Ես մի քանի անգամ այսօր էլ հարցազրույցներում ասացի, որ մենք դառնում ենք Կովկասում այսպես Իսրայելի կարգավիճակ ունեցող պետություն, Իսրայելի ես բազում անգամ ասել եմ ձեզ, իմ նպատակն է, որ Հայաստանը մենք դարձնենք Իսրայելի, Սինգապուրի, Շվեյցարիայի նման փոքր, բայց շատ հզոր տեխնոլոգիական պետություն եւ փաստացի Միացյալ Նահանգների այնպիսի դաշնակից, ինչպիսին է Իսրայելը։ Դա պետք է լինի մեր ռազմավարական նպատակը, այսինքն Հայաստանը պետք է լինի ամրոց պետություն, պետք է լինի տնտեսական առումով հարուստ, բարձր տեխնոլոգիական, ռազմական ամենաթարմ հնարավորությունները Միացյալ Նահանգներից եւ ես բազում անգամ դրա մասին խոսել եմ եթերներում եւ հիմա ուղղակի հաստատում եմ, որ մենք առաջի քայլ արեցինք այս ուղղությունով։ Ես իհարկե ողջունում եմ վարչապետ Փաշինյանի եւ իշխանության քաղաքացիական պայմանագրի քայլերը այս ուղղությամբ եւ համարում եմ ճիշտ եւ ես պատրաստ եմ աջակցել եւ աջակցել եմ իմ Վաշինգտոնում գտնվելու ժամանակահատվածում այստեղ Վրաստանից Հայաստան գալու ժամանակ եւ պատրաստ եմ շարունակել այս ուղղությամբ ակտիվ համագործակցությունը եւ միասնական գործունեությունը, որովհետեւ սա պատմական մեծ կարեւորություն ունի եւ մենք միասնական բոլորս պետք է շարժվենք այս ուղղությունով։ Իրոք սա պատմական է, իրոք բացում է մեծ հնարավորություններ, մենք իհարկե ձեր հետ միասին կփորձենք հասկանալ, թե ինչ եւս զարգացում այստեղից տեղի կունենա, ինչ շարունակություն, այցո կլինեն նորություններ Վենսի այցի շրջանակում եւս ուրիշ տեղեկատվություններ, եթե այո, իհարկե կքննարկենք եւ կհետևենք Ադրբեջան իր այցին, թե ինչ կառաջարկի Ադրբեջանին Միացյալ Նահանգները, ինչ կքննարկվի այնտեղ, որովհետեւ դա նաեւ մեր հետ ուղիղ կապ ունի, բայց ամեն դեպքում սա շատ լուրջ քայլ է դեպի ճիշտ ուղղություն եւ դեպի առաջ։ Երևանը եւ Վաշինգտոնը ստեղծում են այնպիսի հարաբերություններ, որոնք պետքա շարունակվեն տասնամյակների, դարերի ընթացքում եւ ամրապնդելու է հայկական պետականությունը եւ այս ամենը արվում է ինչպես իհարկե Հայաստանի իշխանությունների եւ մեր բոլորի այն քաղաքական հասարակական գործիչների, ով այս ոլորտում այս ուղղությամբ քայլեր է եւ ջանքեր է տրամադրել, բայց նաև առաջի հերթին ես կնշեմ հայ ժողովուրդը, քվեարկող նաև նկատի ունեմ, ընտրող ժողովուրդը, որոնք իր ժամանակ չխապնվեցին եւ քվեարկեցին ճիշտ եւ ռուսական սցենարով չշարժվեցին, գործակալների սցենարով եւ կարողացանք փրկել հայկական պետականությունը։ Այս ընտրություններով դա եւս մեկ անգամ պետք է անել։ Այո, այն ուժերը գործակալական ցանցը, որը հիմա փորձում է տարբեր մեթոդներով, կլինի դա Կտրիչ Ներսիսյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշնակցության, թե Սամվել Կարապետյանի ռուս օլիգարխի մեթոդով ընտրություններով մի կերպ վերադառնալ իշխանություն, դա կնշանակի այս ամեն ինչի չեղարկումը, չմտածեք որևէ դեպքում, որ եթե իրանք նույնիսկ ասեն, որ այս ամենը կլինի, ապա դա այդպես է, չի լինի։ Եթե հաղթի այդ բևեռը, չի լինի։ Եթե հաղթի այս բևեռը, որի մասին ես նշեցի, միայն քաղաքացիական պայմանագիրը չի այդտեղ, եւ դա կարեւոր է, որովհետեւ մարդիկ պետք է ունենան ընտրելու հնարավորություն, ապա բևեռացում կա
եւ այդ բևեռացումն է ճիշտ, որովհետեւ կա բևեռ, որը հայամետ, ինքնիշխան եւ արևմտամետ բևեռ է միևնույն ժամանակ, իսկ կա բևեռ, որը ռուսամետ է, որը ինքնիշխանության դեմ է ավտոմատ միանգամից եւ որը Ռուսաստանի շահն է այստեղ անցկացնում։ Ուստի եւ մեկը խաղաղության բևեռ է, մյուսը հակամարտության բևեռ է։ Եվ հայ ժողովուրդը պետքա բևեռների միջև ընտրի։ Բայց իրականում հասկանում ենք, որ սրանով նաեւ պատմական է եւս մեկ անգամ դառնում այս գալիք ընտրությունները։ Եվ ես համոզված եմ, որ այս նաեւ այցը եւ այս տեղեկատվությունը ձեզ հարգելի Հայաստանի քաղաքացիներ կտա հնարավորություն, որ ել ավելի ճիշտ որոշում կայացնեք եւ այո, գնաք ընտրությունների, որ չկարծեք, որ ընտրություններում ամեն ինչ որոշված է, ոչ, դա այդպես չէ։ Նկատի ունեմ, որ խոսքին իշխանությունների հաղթանակը երաշխավորված է, ոչ, հայ ժողովուրդը բոլորը պետք է գնան եւ քվեարկեն ում համար ուզում են, բայց ես կոչ եմ անում չքվեարկել Ռուսաստանի գործակալական ցանցի համար, քվեարկել Հայաստանի եւ Եվրոատլանտյան ուղու վրա կանգնած քաղաքական ուժերի համար։ Շատ կարևոր իրադարձություններ են, մենք շարունակենք սրան հետևել։ Ես շնորհավորում եմ իհարկե ձեզ բոլորիդ այս կարևոր մեր ընդհանուր հաղթանակը, կհանդիպենք, ցտեսություն։